Բարի լույս հարգելի հեռուստադիտող, Նուր հեռուստաընկերության արևոտ ու գարնանային տաղավարում մենք սկսում ենք մեր հերթական առավոտյան ծրագիրը։ Օրը կիրակի է, հերթական հանգստյան օրը, այնպես որ մաղթում եմ զինվեք արևոտ տրամադրությամբ եւ հետևեք մեր եթերներին, որովհետեւ մենք ձեզ խոստանում ենք շատ ինֆորմատիվ եւ հետաքրքիր հարցազրույցներ։ Արդեն տաղավարում են մեր հյուրերը, շտապ եմ նրանց ներկայացնել Լեռնագնաց եւ գինեգործ Սոս Սարոյան, ողջունում եմ ձեզ, եւ Լեռնագնաց լեռնային գիդ, IT ոլորտի բիզնեսմեն Արտաշես Մկրտչյանը, ողջույն պարոն։ Բարով եք եկել մեր տաղավար։ Մինչև կանցնենք ձեր շատ հետաքրքիր ճամփորդությանը դեպի լեռներ, նախ պատմեք ինչպես եք սկսել կիրակի առավոտը։ Ծված եղով։ Ահա։ Դասական ձև։ Հա, շատ լավ առողջունիդով։ Կարևորը նախաճաշում եք։ Միանշանակ։ Դա շատ լավ է։ Դուք Սոս։ Ես սուրճով։ Սուրճով նախաճաշ չկա այս դեպքում։ Ցանկալի է, բայց ոչ միշտ է ստացվում։ Այո, նամանավանդ երբ օրը պետք է մի քիչ շուտ սկսել եւ ուղիղ եթեր։ Չէ, կիրակի ուշ սկսել երևի ավելի շատ։ Այո, սա բացառություն է։ Բայց լեռներում նախաճաշանելը պետք է։ Այո, միանշանակ։ Նամանավանդ մաքրոթին կարծում եմ։ Մաքրոթին, լեռներում ցուրտ, բայց այն ամենը պետք է զինվել էներգիայով, որպեսզի օրվա ընթացքում բարձրանալիս անպայման հերիքի։ Մենք խոսելու ենք լեռներից, նախ հեռուստադիտողին դիմելով ասեմ, որ տվյալները փետրվարի 8-ից սկսած բարձրացել են երևի ամենացանկալի լեռներից մեկը եւ նվաճել են գագաթը, խոսքը Արարատի մասին է եւ մեծ ուրախությամբ խոսելու ենք, թե ինչպես նվաճվեց որպես լեռնագնացներ Արարատի գագաթը, նախ պատմեք այն մասին, թե ինչպես միտքը առաջացավ, որպես լեռնագնացներ կարծում եմ միշտ այն քննարկվող գագաթներից մեկն է, որ ցանկալիների շարքում է հայտնվել։ Որպես ավակ Արտաշան։ Մենք խմբով ենք բարձրացել, ես ուղեկցորդն եմ եղել եւ մեր իմ ընկերությունն է կազմակերպել։ Դա առաջին դեպք կարելի ասել երևի առաջին հայկական կոմերցիոն վերելքն էր Արարատ լեռնագագաթ, ձմռային։ Այո, փետրվարին։ Պետք է նշել իրական ձմռան ընթացքում, այսինքն դեկտեմբերի 1-ից մինչև փետրվարի 28 ընկած ժամանակահատվածում գաղափարը շատ վաղուց է եղել, ուղղակի այսպես թե այնպես չի ստացվել։ Նախ եղանակը շատ փոփոխական է, սկզբից հունվարին պետք է գնայինք, հետո, չգիտեմ, հունվարի վերջին, հետո փետրվարին գնացինք, բայց տարիներ առաջ նույնիսկ այդ ցանկությունը եղել է։ Ինքը մի քանի անգամ ավելի բարդ է, քան ամառային Արարատի վերելքը, ուստի լավ թիմ պետք է հավաքվեր, ուժեղ թիմ, իրար հետ թեկուզ գոնե ձմեռային արագած բարձրանալու փորձ ունեցող թիմ պետք է հավաքվեր եւ բարեբախտաբար այդ թիմը հավաքվեց եւ Սոսի հետ միասին։ Մեկնել ուժեղ մասնակիցներից մեկը միանշանակ կարելի է ասել Սոսն էր եւ մեզ հաջողվեց բարձրանալ լեռնագագաթը, չնվաճեցինք, որովհետեւ ընդհանրապես լեռնագնացները չեն նվաճում։ Գագաթները բարձրանում են, որովհետեւ լեռը այնքան մեծ է, այնքան հզոր է, որ պետք է եղած ժամանակ ինքը կարող է մեզ նվաճի։ Այո, ես կնվաճի, բայց դուք ոչ։ Թե հոսքերով, թե կանատապությամբ եւ մնացած վատ բաներով, դա համար մենք չենք նվաճում, մենք բարձրանում ենք եւ այդ հաճույք ենք ապրում գագաթին լինելով։ Առավելապես, եթե խոսքը վերաբերվում է իհարկե Արարատին, որը մեր համար Ինչպես միացաք, Սոս, ձեզ մոտ մտադրությունը ինչպիսի։ Արտաշին վաղուց եմ ճանաչում, որպես լեռնագնաց երևի 16-17 թվականից, բայց մեր ընկերությունը սկսվել է երևի 20 թվականից։ Միասին Արցախում ենք եղել ու բազմաթիվ լեռներ ենք բարձրացել ու իր հերթական գաղափարներից մեկն է, որպես կանոն շատ արագ է որոշումները կայացվում ուր են գնալու։ Գնանք Ցնում արտանում ենք եւ միանգամից էս։ Ընդհանուր չաթ ունենք։ Սոս գնանք Էվերեստ։ Գնանք եւ գնանք։ Պատմական պահ եք ասում։ Հա, հիմնականում մեծ է, չաթ ունենք, առաջարկ է լինում, կամ քննարկում ենք ինչ-որ մեկն առաջարկանում, մեծ է, Արտաշը առաջարկեց գնալ Արարատ, բայց մինչև Արարատ մենք գնացինք ձմեռային Կազբեկ, երկու անգամ էլի շատ արագ որոշում կայացվեց, մեկը ամսի 3-ին, չէ, հունվարի նոր տարուց հետո։ 5-ին, հա։
Երկրորդը հունվարի վերջ, հետո տենց որոշեցինք, որ կարելի է գնալ Արարատ։ Այսինքն որպես լեռնագնաց լավ հագեցած է ձեր առօրյան, այսպես տարբեր գագաթներ, տարբեր լեռներ անընդհատ բարձրանում եք, հա, ինչ որ sense ժամանակահատված չկա, որ դադար եք տալիս։ Ոնց ասած։ Լինում է։ Բայց այս ընթացքը լավ հագեցած էր ոնց։ Այս ընթացքը հագեցած էր, օրինակ այս դրանից հետո մի ամիսա ոչ մի բան չենք կարել, բայց ճիշտ ժամանակն է ինչ որ բան կազմակերպելու։ Ամռանն է ակտիվանում իհարկե, քանի որ եղանակային պայմանները մեր կիսագնդում լավանում են, ասենց ասած, տականում է։ Ամռանը իհարկե շատ ենք սարգնում, ավելի քան աշնան, գարնանը եւ ձմռանը։ Բայց ձմեռն էլ իր հետաքրքիր խորհուրդ ունի, Բայց դժվար է կարծում։ Դժվար է, ցուրտ է, դաժան է, որոշակի այլ հանդերձանք է պետք, մի քիչ այլ պատրաստվածություն է պետք, տոկունությունն է մի քիչ ավելի շատ պետք, կամքի ուժը եւ այլն, դու ընդհանուր առմամբ ցուրտ է, հա։ Կարծում եմ լեռնագնացների դեպքում նաև անցնող ճանապարհն է լավ հիշողություններ կերտում, ոչ միայն այդ սարը բարձրանալու պահը, այլ պատմեք ընթացքի մասին, ինչպես անցաք ճանապարհ ու ինչ հիշողություններով հետ վերադարձաք Արարատից։ Ինձ թվում է գագաթը դա ամենացանկալին է, բայց գլխավորը չի, որովհետև այդ ճանապարհը, որ անցնում ես ընկերների հետ, ու ոչ միայն ընկերներ, ինքդ քո հետ, այնքան բան է տալիս, որ երևի բարձրացողը կիմանա թե ինչա տալի լեռը իրան։ Այսինքն այնտեղ դու մենակ ես մնում առաջին ինքդ քո հետ, հետո բնության հետ, իսկ լեռներում գտած ընկերությունը լինում է հիմնական ընկերություն, որտեղ այնտեղ երևի մի տարվա ընկերությունը ավելի երկար կարելի է համարել, քան թե նույն ընկերությունը քաղաքում, որտեղ շատ բանի մեջով ես անցնում։ Նույնիսկ մի շաբաթում կարելի է ահավոր այդպես բան անել, էլի, իրոք։ Ամուր ընկերություն լավ։ Հա, որտեղ դժվարությունները կոփում են մարդկանց։ Մենք այս պահին էլ դիտում ենք ձեզ։ Ձեր ճանապարհն է։ Այդ տեսեք, այսպես Երևանում գիտեք ինչ տաք ծմեր էր, հիշում եք, հունվարի հետ փետրվարի սկիզբից մեր մոտ այսպես Սարնամանիկ, Ձուն եւ Բուքուբորյան։ Բայց կարծում եմ նպատակի համար այդ Բուքուբորանով արժեր անցնել։ Այո։ Նա տենց նույնիսկ ասացված կա, ասում են լեռնագնացները ամռանը փնտրում են թե ինչպես ավելի վատ ձմեռ։ Եվ այս մեր մասին է։ Այո, ձեր մասին էր։ Հետաքրքիր է նաև թե ինչպիսի պայմաններ են ստեղծված լեռնագնացների համար այդ ճանապարհը անցնելու, գիշերելու համար կամ ընդհանուր ինչ տարածքներ տան, որտեղ կարելի է գոնե ճաշել, ընթրել, նոր ճանապարհը շարունակել, պայմաններն ինչպիսին էին։ Որ լեռան վրա։ Արարատ լեռան վրա, այո։ Արարատ լեռան վրա բացարձակ պայմաններ չկան ձմռանը, ամռանը կան իհարկե, կան ուղեկցորդներ, կան ճամբարներ, վրաններ, ներքնակներով, շատ լավ ծառայություն է մատուցվում, թեն, կոմֆորտ, ամեն շատ է, բայց ձմռանը ընդհանրապես ոչ մի բան չկա, այսինքն մենք մեր ուսապարկերով, մեր քնապարկերով եւ մեր վրաններով բարձրացել ենք, մենք ճաշն ենք եփել։ Այսինքն ստացվում է խոհարարական հմտություններով, բոլոր հմտություններով զինված պետքա բարձրանալ, որ դիմակայել ամբողջ ճանապարհին։ Իսկ շատ են այլ լեռնագնացները, որոնց հանդիպում եք թեկուզ այլ երկրներից։ Արարատը ցանկալի գագաթ է ընդհանրապես ուրիշ լեռնագնացների համար։ Մենք ձմռանը չհանդիպեցինք ոչ մեկին։ Միայնակ։ Ոչ մեկ չհանդիպեցինք, մենք գիտեինք, որ այնտեղ ոչ մեկ չկա բազի մեզանից։ Շատ անմարդաբնակ էր ձմռանը, բայց ամռանը շատ մարդաբնակ է։ Շատ։ Եվ ի զգացողություններ միայնակ կարծես թե այդ գագաթի միակ շունչն է իք կենթանի, կարծում եմ զգացողությունները լրիվ այլ են միայնակ։ Առաջին դեպքը չի, ծանոթ զգացողություններ, բայց Արարատը լինելով հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը միշտ մեր աշկի դիմացել է, չէ, ամբողջ Արարատյան դաշտավայրից Հայաստանի կեսից երևի երևում է, հետաքրքրությունը ավելի մեծ էր, ավելի ցանկալի էր, բայց ես առաջին անգամ էի Արարատ, ամռանով չեմ նախընտրել միշտ գնալ, որովհետև այդքան շատ մարդ չեմ սիրում լեռների վրա, իսկ ամռանը շատ կոմերցիոն է սարը, իսկ ձմռանը ինքը լրիվ ալպինիստական լեռ էր ու միանգամից իմ համաձայնությունը տվեցի գնալու Իմ կարելի ասել առաջին ձմեռային 5000-անոց 5000 մետրանոց լեռներ։ Այո, կարծում եմ այստեղ զգացողություններն էլ կրկնակի են դառնում, երբ ինչ-որ պահի պատուհանից դիտում ես լեռը եւ մեկ էլ հոп ինչ-որ մի ժամանակ։ Այ այնտեղ եմ եղել։ Այ գագաթին, երբ արդեն երեխաներին կասես, այն գագաթի ես եղել եմ։ Հետաքրքիր է ինչպիսի ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածության միջով եք անցնում մինչեւ լեռներ բարձրանալը, ինչպիսին պետք է լինես առհասարակ, ինչպես նախ ցանկացած լեռ բարձրանալուց առաջ պետք է ճիշտ գնահատել սեփական ուժերը։ Ասում եմ ցածր լեռներ սկսել գնալ, հետո մի քիչ ավելի բարձր եւ վերջում արդեն գնալ ավելի բարձր լեռներ։ Տվյալ դեպքում ձմեռային Արարատի մասին, եթե մենք խոսում ենք, ինքը կտրուկ շատ ավելի բարդ է, քան ամառային Արարատը, այնպես որ այնպես չի որ ամառային Արարատը ամեն բարձրացողը պետք է եւ կարող է գնալ ձմեռային, դրա համար բավականին պետք է ձմեռային արշավների փորձ պետք է ունենալ։ Այդ թվում
ձմեռային արագած հյուսիսային գագաթը պետք է բարձրանալ։ Դրա այդ ընթացքում, երբ մենք բարձրանում ենք լեռներ, նաև կոփվում է այդ ոնց ասեցիք հոգեբանական, հա, պատրաստվածությունը, դա ինքնաբերաբար է ստացվում, անցնելով այդ դժվարությունների միջով, եղանակային պայմանների, խիստ եղանակային պայմանների միջով, դա ձեռք է բերվում ժամանակի հետ։ Բայց դա ինչ-որ կախարդական փայտիկ չկա, որ դու կամ ճտիկ հասես, ճտիկով միացնես, չէ։ Դա ամիսների, շատ դեպքերում տարիների փորձառության, կուտակված փորձառության արդյունքը, բայց դա չի վերաբերում Արարատին հենց ընդհանրապես, հա, բնականաբար Արարատից ավելի բարդ լեռներ կան, ավելի բարձր լեռներ կան, դրանց շատ կան, եւ յուրաքանչյուր լեռան համար ուրույն թե հոգեբանական, եւ թե ֆիզիկական, եւ թե նաեւ մասնագիտական, տեխնիկական պատրաստվածությունը պետք ունենալ։ Սոսի դեպքում ինչպիսին է տեխնիկական, հոգեբանական եւ ֆիզիկական պատրաստվածությունը, ինչի միջով անցակ։ Եթե անկես լինեմ, իմ համար այդքան ծանր հոգեբանական լերջ էր Արարատը, ցուրտ էր, -32 էր, 35 ամենացուրտը եղել է։ Հա, նույնիսկ վրանի մեջ է շատ ցուրտ, այնքան ցուրտ, որ կոշիկները առավոտյան հագնելուց փայտացած էին, 20 րոպե մի կոշիկը փորձեիր հագնել, այդքան կծկվում փոքրանում էր, բայց որպես ինքնին իմ համար ամենադժվար ու ծանր հոգեբանական լեռը չէր։ Դժվար վերելքներ ունեցել եմ, որոնք են եղել, հետաքրքիր է, որ վերելքները։ Առաջին լուրջ սարը տեխնիկական, որ եղել եմ, էլի Արտաշի հետ եմ եղել, իր ուղեկցությամբ Վրաստանում Տետնուրդի լեռն է եղել, 3A բարդություն, 3A չէ, ճիշտ եմ ասում, 2B 3A բարդություն։ Ինչ ասել 3A 2B, ես մի քիչ ներողություն։ Դրանք բարդության տեսակներն են, այո։ Բարդության։ Այո։ Այդ լեռը ինչով էր ինքը հոգեբանական համատած ավելի դժվար, որ այնտեղ մի սխալը կարող էր ճակատագրական լինել, ինքը բավականին բարդ հատվածներ ուներ տեխնիկական առումով, բայց բարձրությամբ Արարատի բարձրությունը ավելի զգալի էր, որտեղ մոտ 200 մետր ինքը ավելի 300 մետր ավելի բարձր լեռ էր, բայց գլուխ չկովամ իմ համար, հա, բարձրությունը համենայն դեպս միջև Արարատի բարձրություն շատ հաճելի տարել եմ, ընդհանրապես ոչ մի դիսկոմֆորտ չեմ զգացել այդ բարձրության վրա։ Ինչպես Արտաշես ասաց, կարծում եմ փորձնել է այս դեպքում օգնել, մի քանի լեռներից հետո Արարատ բարձրանալը փորձի հիման վրա ավելի հեշտ է։ Բնականաբար օրգանիզմը ունի հիշողություն, փորձը բավականին օգնում է։ Այո, նաև տեղյակ եմ, որ թուրքական լրատվամիջոցներից մեկը անդրադարձավ ձեր Արարատ լեռը բարձրանալուն, ինչով առանձնացաք ընդհանրապես, որ թուրքական լրատվամիջոցներից մեկը ձեզ արձանագրեց եւ անդրադարձավ։ Ես կարծում եմ ընդհանուր առմամբ ձմռան Արարատ շատ հարաբերականորեն քիչ մարդիկ են բարձրանում, նաև շատ են լեռնադահուկային բարձրացողները, որոնք իջնում են, բայց ոչ հենց լեռնագնացային առումով, որտեվ իրականում բավականին բարդ է եւ հյուծող է թե բարձրանալը եւ թե կարելի ասել նույնիսկ իջնելը, հա։ Երևի եւ պետք է ասել, որ ըստ երևույթին այս տարի 2025 թվականին մենք երևի դերս առաջին խումբն էինք, դրա համար դա երևի ուշադրություն գրավեց, բայց մենք հատուկ ոչ մի գործողություն այդ ուղղությամբ չենք արել, հա։ Մենք պատահաբար ենք նույնիսկ իմացել, որ մեր մասին տեղականի անց լրատվամիջոցներից մեկը գրել էր։ Եվ ինչ էր ուղակի ներկայացրել էր, որ ձմեռը բարձրացել են։ Հա, ձմեռային խումբը, կարծեմ հայկական ձմեռային խումբը բարձրացել է Արարատ լեռը, փետրվարին, ցուրտս լավ բան է։ Անդրադարձել էին։ Ոնց որ թե, հա, դու ըստ թարգմանության Google-ը ինչքան թարգմանել է, Իսկ անդրադարձել էին նրան, որ նաև դրոշներ հայտնվել լեռնի գագաթին։ Արարատի գագաթին այնքան անգամ Հայաստանի դրոշը հայտնվել, որ թերևս դա այդքան բան Չի առանձնացել։ Հա, բայց ամեն դեպքում էլ եռագույնը ոնց որ թե կար իրենց լրատվամիջոցի նկարներում, այնպես որ երևի խնդիր դրոշը եւ կազմակերպության դրոշը։ Այո, կազմակերպության ընդհանուր առմամբ շատ դրական էր։ Արձագանքը եւ խոսենք նաեւ կազմակերպության մասին, ընդհանրապես Արտաշես լինելով լեռնային գիտ, ինչպես կգնահատեք Հայաստանում լեռնագնացության մակարդակը ինչպիսին է։ Վերջին տարիներին օրինակին տարիքի շատ երիտասարդներ, ես նկատում եմ ընկերների շրջանակում, թեկուզ հետաքրքրվում են, ընդհանրապես ինչպես կգնահատեք լեռնագնացությունը Հայաստանում ինչ վիճակում է։ Ես մի փոքր կտարանջատեի լեռնագնացությունը եւ
արշավային մշակույթը, չնայած իրենք բավականին հալող են, մեկը մյուսին տարանցիկ sense ասած բնույթ ունի, Հայաստանում շատ զարգացած է արշավային մշակույթը եւ շատ ուրախ եմ, որ շատ արագ տեմպերով զարգանում է, տարեց տարի նոր արշավային խմբեր են ձևավորվում, նոր թրեյլեր են գծվում, նոր ուղղություններ, նոր բացահայտումներ, շատ ֆանտաստիկ է, շատ լավ է, նույնիսկ 10 տարի առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ այս մակարդակին կլինի։ Լեռնագնացությունը նույնպես զարգանում է, ինչի, որովհետեւ հենց այդ արշավային խմբերում թերծված եւ ասած ասած ձևավորված մարդիկ ավելի բարձր եւ ավելի բարդ լեռներ են գնում եւ ուստի լեռնագնացությունն էլ է զարգանում։ Ընդհանրում դրական եմ ես նայում այդ ամեն ինչին, իհարկե երևի թե լեռնագնացությունը մի քիչ թանկ հաճույք է, եթե մենք խոսում ենք մի քիչ չէ, հա, այն բարձր սարեր գնալու համար երևի կարծում եմ, որ խանգարում է ֆինանսների վարկայությունը եւ բացակայությունը կարելի ասել խանգարում է մասնակիցներին, թե չէ շատ ավելի կզարգանար։ Ես ոչ կանեի, որ տարբեր կոմերցիոն ընկերություններ կամ պետական կառույցներ հովանավորեին լեռնագնացներին, որպեսզի իրենք գնային այլ երկրներ, ավելի բարդ լեռներ բարձրանային, մեր Հայաստանի եռագույնը ծածանային այդ լեռների վրա, հուսամ կստացվի, այդպես։ Իսկ հետաքրքիր է, նախ լեռնային երկիր լինելով հանդերձ, կարծում եմ պիտի զարգացած լինի այդ գագաթները իզուր չեն, պետք է ռազմավարական ռազմավարական առաջին հերթին, ճիշտ է, Հայաստանում շատ բարդ լեռներ չունենք, շատ ալպինիստական, երևի կարելի է Արագած, Խուստուփ առանձնացնել, բայց մոտիկ երկիր ունենք Վրաստանը, որը շատ հարուստ է բավականին տեխնիկական լուրջ սարերով, որ կարելի է գնալ պարապել օրինակն եմ բերում Վրաստանը, բայց շատ ուրիշ տեղեր կարելի է գնալ, բայց ամենամոտիկը Վրաստանը, որ շատ մեծ ֆինանսներ չի պահանջում, բայց ունի լավ պայմաններ, լեռնային լավ պայմաններ ունի։ Շատ լուրջ լեռներ։ Որ լեռներն են, որ ձեր ոտքի տակով չեն անցել Հայաստանի տարածքում, որոնք եք նվաճել։ Ես կարծում եմ ձեր դեպքում դուք բոլորն եք նվաճել։ Չէ, լեռների քանակը ահռելի շատ է, դժվար Հայաստանում ինչ որ մեկը լինի, որ բոլոր լեռները բարձրացած լինի, շատ են լեռները։ Ես հիմնականում փորձում եմ բարձրանալ 3000 եւ ավել մետր բարձրությամբ լեռներ, բայց նույնիսկ ինձ համար դա շատ հեռու թիրախ է, որպես այդպեսին։ Ես սիրում եմ ինչ-որ կոնկրետ հստակ լեռներ բարձրանալ, Արագած, ես կարող եմ տարեկան տասնյակ եւ ավել անգամներ բարձրանամ, իսկ ինչ-որ լեռ օրինակ դեռ բարձրացած չլինեմ։ Որոնք են։ Ոյ, շատ կա։ Կան այսպես լիստում։ Լորիում լալվար լեռը շատ հայտնի, օրինակ չգիտեմ ինչի չեմ բարձրացել, բայց պետք է։ Ես կարծում եմ որ մի օր քնեք կարտնանաք եւ մեկ։ Հա, ինչա՞ դիասես կարելի է զարթնել եւ գրել գնում ենք լալվար։ Ես գիտեմ հիմնական պատճառը ինչի չենք բարձրանում, ժամանակի սրությունը է։ Նույնը ժամանակը ավելի նախ ծախսել Արագածի վրա, որը նախ ավելի մոտիկ է, երկրորդ ավելի բարդ է եւ ֆիզիկական առումով ավելի շատ բան է տալիս։ Հա, գեղագիտականով կարող է լալվարին ավելի սիրուն բնություն ունենա, հա, օրինակ։ Հա, շատ գեղեցիկ լեռներ կան։ Որ լեռների դուք կառանձնացնեք, որ այսպես տպվել են ձեր հիշողության մեջ, հետաքրքիր էին բարձր։ Հայաստանում։ Այո, Հայաստանի տարածքում։ Իմ ամենասիրելի լեռը Արագածն է, իր հատկապես բոլոր եղանակներին շատ եմ սիրում։ Ձմեռային Արագած այս տարի Արարատից առաջ արեցինք, առաջին անգամ արեցի, շատ ավելի սիրեցի։ Արագածը շատ էներգիա տվող լեռ է իմ համար։ Խուստուփը հաստատ կառանձնացնեմ, իր գեղեցկությունը երևի շատ քիչ տեղեր ունենք Հայաստանում, որ այդպիսի գեղեցկություն կա իմ համար։ Իրանից սիրուն չեմ առանձնացնի, ասի ավելի սիրուն, բայց Քարվաճարն է շատ գեղեցիկ։ Իհարկե առանձին որպես լեռ չեմ դիտարկում, բայց որպես բնության գեղեցկություն։ Երևի հիմնականում այդ երկու Արամաստ լեռն է շատ սիրուն, Սյունիքում շատ լավ լեռներ ունեն գեղեցիկ, Իշխանասարն է, Ուխտասարն է, հատուկ են էլ չեմ առանձնացնի։ Գրեթե բոլոր, կարծում եմ տեսարանն էլ այդ տպավորության մեջ լավ այսպես մխվում է, որովհետև սարերից բացվող տեսարանը, չնայած ես դեռ չեմ բարձրացել, կարծում եմ այս խոսակցությունից հետո հետաքրքիր կլինի նաև իմ փորձառությունը։ Գիտեք ում դիմել։ Այո, մի անգամից էս։ Նաև խոսենք դրա մասին, ինչպես կարելի է դիմել ձեր կազմակերպությանը եւ ինչպես ներգրավել նորերի։ Մեր կազմակերպության անունը Mountain Guide Armenia, այսինքն Հայաստանի լեռնային գիդեր, կարելի է գտնել Instagram-ում, Facebook-ում, մեծ հաճույքով կարող եք դիմել եւ ըստ դիմորդի ցանկության եւ նաեւ հնարավորությունների
ֆիզիկական տեսանկյունից եւ պատրաստվածության տեսանկյունից կարելի է շատ հետաքրքիր ինչ որ բան մտածել։ Այստեղ կարծում եմ համագործակցում եք նաև թիմի անդամների հետ եւ միասին կարող եք ընտրել ովքեր որ նոր կներգրավեն։ Լեռնային գիդ ասել ինչ է նշանակում Արտաշես։ Դուք բարձրանալիս նաև բացատրում եք ինչ որ տարածքներ եւ այլն, թե բացատրում եք ինչպես բարձրանալ։ Ինչ Չէ, էքսկուրսավարի նման չի դա, այդ ավելի շատ ուղեկցորդ է։ Այսինքն լեռնային գիդը դա այն մարդն է, որը կազմակերպում է ինչը պլանավորում է այդ ամեն ինչը առաջին հերթին վերցնում է իր վրա պատասխանատվություն այդ ամեն ինչի անվտանգ իրականացման համար ճիշտ է գնահատում իրավիճակը թե մթնոլորտային իրավիճակը թե սարի վրա եղած ձյան սառույցի քարաթափումների եւ այլն մասնակիցների ֆիզիկական առողջական վիճակը եւ համապատասխան արագ որոշումներ է կայացնում որոնք պետք է ճիշտ լինեն որովհետեւ այստեղ մենք խոսքը գնում է մարդկանց առողջության եւ կյանքի մասին։ Այսինքն գիդը դա այդպես ինչ որ շվեյցարական այդպես այն բան դանակները որ կան, այդպես մի բան է։ Պետք է եղած ժամանակ թեյասարկում բուժօգնություն անում։ Բոլոր մասնագիտությունները այստեղ այնտեղ առաջից է գնում հետևում որ շնչառությունը որ խմբի անդամների ճիշտ լինի եւ արագ չգնանք, դանդաղել չգնանք, մթով չընկնենք, դա լավ չի։ Պլանավորումը։ Լոգիստիկա ամբողջությամբ։ Եվ վերջին խոսքը դա UX-օրտի խոսքն է, որպես կանոն կարող է խմբից ինչ-որ մեկը կողմ չլինի, որ պետքա խումբը հետ իջնի, բայց եթե որոշումը կայացվել է UX-օրտի կողմից, դա քննարկման ենթակա չի։ Այո։ Կարծում եմ այս դեպքում նաև լավ ֆիզիկական պատրաստված գիդի մասին պետք է խոսքը գնա, որովհետև ամբողջ ընթացքը ձեզնից է կախված եւ նաև ձեզնից է կախված մարդկային կյանքեր, որովհետև իսկապես կարծում եմ լինում են իրավիճակներ, երբ շատ կրիտիկական են այսպես։ Այ հետաքրքիր Արարատի գագաթ բարձրանալիս եղել են նման իրավիճակներ, որ ասենց կրիտիկական էին, իրավիճակը պետք էր փրկել, ինչ որ դժվար պահեր, որ հիշվում են։ Մահացու կամ ինչ որ տես կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակներ չեն եղել, բացառությամբ երևի շատ ցուրտ իրավիճակի որովհետեւ օրինակ մեր ընկերներից մեկի, մեր մասնակիցներից մեկի կոշիկը ջարդվեց, օրինակ, եւ մենք պետք է շատ արագ որոշում կայացնենք, ինչ ենք գնում, չի գնում եւ այլն եւ այլն։ Ի վերջո մենք լուծումը գտանք եւ իհարկե բոլորս բարձրացանք։ Մասնակիցներից մեկն էլ օրինակ շատ դժվարանում էր։ Շատ չէ դժվար, բայց վերջում մի քիչ դժվարանում էր, բայց թիմային ձևով մենք այդպես լավ համախմբվեցինք եւ կարողացանք այդ մասնակցին էլ նույնպես առաջնորդել ուրեմն Արարատի գագաթ, որտեղ շատ քիչ էր մնացել, ինչու՞ չէ։ Պետք է նպատակին հասնել։ Այո, չէ, այտենց ինչ-որ էքսեսներ, հա, ես կարելի ասել չեն եղել, բայց լինում են այլ լեռների վրա, այլ պարագաներում եղել են եւ լինում են։ Կառանձնացնեք որևէ մեկը շատ հետաքրքիր ինչ իրավիճակ կա, որ միշտ հիշում եք, որ ամենակրիտիկականն էր ձեր Դե օրինակ ես մոլորվել եմ անձամբ մենակով էի սարի վրա, մոլորվել էի եւ անկեղծ ասած դա պիկլերին լեռներ, ես ուղիղ երևի 7000 մետր բարձրության վրա էի, Արարատից 2 կիլոմետր բարձր մոտավորապես։ Ու ես մոլորվել էի Դե լավ է որ այսպես եք հիշում շփիտով։ Այսինքն ժամանակն շփիտով էի հիշում, ճիշտ ասած եք։ Այն ժամանակ հիշում էի ինչ է բես կարդացել, ինչ անել մոլորվելու դեպքում։ Եթե 7000 մետրի վրա է։ Այս դեպքում տեսականն էլ է շատ օգնում։ Այո, այս դեպքում տեսականը հաղթում է գործնականին, որ շատ դեպքերում չի լինում։ Չէ, ոչ թե հաղթում է, կներեք ում անեմ, այլ տեսականը քեզ օգնում է գործնականի համար ճիշտ որոշում կայացնել։ Այո։ Եվ նորից կբարձրանաք Արարատ, կարծում եմ պատմությունը նորից կկրկնվի, մանավանդ որ առաջի դեպքը չէր ձեր դեպքում։ Տանելու համար երևի է։ Կարող եք անգամ օր եւ ժամ պայմանավորվել, ինչպես որ հատուկ է ձեզ։ Դե նայեք, կարելի ավելի վատ եղանակ գտնել ու փորձել բարձրանալ ավելի վատ եղանակի, օրինակ։ Սուտ որ մի լեվել կարելի այլ կողմից բարձրանալ։ Այո։ Կարելի է նույնպես խումբ տանել, կարելի արագ բարձրանալ ավելի։ Այսինքն ստացվում է կրկնել նույնը, ուղղակի իրավիճակներն մի քիչ փոփոխել, այո։ բան որ բացահայտումներն են մի քիչ այլ տեսանկյուններից։ Կամ ավելի բարդ, կամ ավելի նոր, ինչ-որ տեղից, եթե բարդ չէ։ Հալա։ Դե շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Մաղթել նոր գագաթներ, ոչ թե նվաճել, այլ բարձրանալ, ինչպես դուք ինձ ուղղեցիք, եւ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Հայաստանից դուրս, բայց կարծում եմ Հայաստանում բարձրացած գագաթները ամենահիշվողն են։ Հարազատն է։ Ամենահարազատն է։ Իչնոր կարելի ասել թե չէ, բայց Արարատն էլ ոնց որ մեր հարազատն է։ Այս ջոկողություն չեն գտնում այդ առումով։ Դրա համար հա, իրեք համահոտ կա Հայաստանի լեռներում։
Այո, եւ տպվում են հիշողության մեջ, դա շատ կարեւոր է։ Նորից շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Merci շատ։ Հարգելի հեռուստադիտող, մենք կարճ դադարից նորից կվերադառնանք տաղավար։ Աշոտ Սարգսյանը իր Արցախյան զրույցներով կզարդարի մեր տաղավարը։